Բարի լույս, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը եւ սիրով տաղավարից ձեզ ողջունում են Սոնան ու Սուրենը եւ մաղթում բարձր հրաշալի տրամադրություն։ Շատ բարի լույս ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք շատ բարձր տրամադրությամբ ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք, որ միանաք մեզ։ Այո, միացեք մեզ, որովհետև այս աշխատանքային օրը նույնպես հետաքրքիր է լինելու եւ բավականին ժամանցային մենք հավաքել ենք այն բոլոր հետաքրքիր ինֆորմացիաները, որոնք կարծում եմ այսօր բավականին հետաքրքիր կլինեն ձեզ եւ նաեւ ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր։ Մի քիչ այսօր խոհանոցի հետ կապված մենք չենք գնա այնտեղ, որովհետև մեր շատ սիրելի Ադրինն են շատ հարգելի պատճառներով այսօր չի լինելու եթերում, բայց մենք խոստանում ենք, որ հաջորդիվ բոլոր խոհանոցները նորից այնքան համեղ կլինեն, որ կլրացնեն այսօրվա բաց թողումը։ Իսկ մենք կփորձենք այս բաց թողած ժամանակահատվածը լցնել իհարկե այն հետաքրքիր ինֆորմացիա, որ տեղ է գտել մեր եթերում։ Այո, սիրելի Սուրեն, հիշեցնեմ, որ այսօր մարտի 26-ն է արդեն օրը չորեքշաբթի, մարտը քիչ-քիչ արդեն իր դիրքերը լքում է եւ գնալով պատմության էջը, նշեմ, որ մարտի 26-ին ծնվել է կինոռեժիսոր Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Հերբերտ Գասպարյանը։ Աշխատել է Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի գրական դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում։ Եղել է ռեժիսորի օգնական, ապա ռեժիսորի ասիստենտ 1973-ից 2005 թվականներին բեմադրող ռեժիսոր, 92-ից 2005 թվականներին հեռուստաթատրոնի գլխավոր ռեժիսոր, բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ։ Այսօր նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հոգեբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Սաֆարյանի ծննդյան տարեդարձն է, ով 3 մեզ մոտ հյուր էր տաղավարում։ Սիրով շնորհավորում ենք Սուրենին, մաղթում իհարկե ստեղծագործական շատ իհարկե երկար ճանապարհ, գեղեցիկ ու հրաշալի նկարներ, որոնք այո գույներ, որոնք իդեպ հիշեցնենք, որ այսօր արդեն բնության փոխակերպում խորագրով ցուցադրվելու է նկարիչների միությունում, այնպես որ այսօրվանից մինչև ապրիլի 4-ը սկսում է ցուցահանդես, այնպես որ շտապեք եւ վայելեք գույները այս հրաշալի դրամատրության մեջ, այնպես որ սիրելի Սուրեն, քեզ ի սրտե շնորհավորում ենք։ Այո, այսօր նաև մեծ պահքի 24-րդ օրն է, սիրելի հեռուստադիտողներ, նույն ինքը միջինգը, այն հիշեցնում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին։ Միջինգին մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել։ Այդ օրը անդրադառնում ենք, որ մինչ Հիսուսի հրաշափառ հարությունը Սուրբ Զատիկը մնացել է 24 օր, եւ որ դեռևս խոկումի, ինքնակնության, զղջումի ու ապաշխարության օրեր են։ Մինչև հարության տոնի ուրախությունը պահեցողության օրերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին անդրադառնալու սեփական կյանքին, ներելու խնդիրները, հարթելու եւ բարեգործություն անելու։ Ժողովրդական ավանդության համաձայն միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկիները բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մեղտաղադրամ ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում եւ բաժանում տան բոլոր անդամներին։ Ում բաժին է հասնում մետաղադրամը, ուլունքը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում, իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունը ամբողջությամբ ընտանիքին է։ Այո, մենք հենց երեք խոսեցինք։ Այո, այդպես էլ եղավ, երբ սիրելի Ադրինեն կտրեց մեր տեր հոր բերած գաթան միջինգի եթերի արթիվ նվիրված, հենց բոլորին դիպավ դանակը խաչին եւ նշանակում է, որ բոլորինս է հաջողությունը։ Դե ինչ մաղթում եմ, որ այս ընթացքը շատ թեթև անցնի բոլորիս համար եւ հիմա տեղափոխվում ենք Երևանի փողոցներ հասկանալու համար երթևեկությունը ինչպիսին է, առավոտյան արդեն վթարներ կային։ Կային, այո, որոշակի վթարներ կային, բայց երևի հիմա արդեն մի քիչ թեթևացել է, բայց որոշակի հատվածներում, այսինքն բոլոր այն տեղերում, որտեղ միշտ կա խցանում, այսօր էլ բացառություն չէ, Աթենքի փողոցը խցանված է, Իսակով պողոտան խցանված է, Պարոնյան փողոցը խցանված է նաև կենտրոնի իհարկե ուսանողական հատված, այո, մոռացել եւ այստեղ իհարկե Սարալան ջիլանջերով նույնպես ունի մեքենաների կուտակումներ, ինչպես նկատում ենք Բաղրամյան իջնող հատվածը այս պայդրությամբ կա խցանում, Կիևյան կամրջի դեպի բարեկամություն հասնողը տեղ խցանումներ կան, Կոմիտասի պողոտան շատ քիչ, բայց կա խցանում, Դավթաշենի կամուրջը լի է խցանումներով այս պայդրությամբ, միակողմանի, այո, եւ երևի թե գնանք մասիվի, ահա Այո, Գայի պողոտայում կա վթար եւ այստեղ ձևավորված է իջնող հատված Ադոնց, եթե չեմ սխալվում, չէ, Աճարյան փողոց իջնող հատվածում եւ Գայի պողոտայի խաչմերուկներում կա խցանում։ Այսպիսին այստեղ վթար կա եւ խցանում կա, այնպես որ փորձեք շրջանցել, իսկ եթե դեռ տանից դուրս չեք եկել, մի քանի րոպե, ինչպես ասում են, ոտներդ կախկցեք, հետևեք մեր ծրագրին, իսկ հետո արդեն հանգիստ գնացեք ձեր գործին։ Եվ իհարկե պահպանեք երթևեկության կանոնները, որովհետև դա շատ կարևոր է։ Այսպես կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։
Դե այսպես քայլ առ քայլ անցնում ենք առաջ, արդեն ժամը 10:15 րոպե մոտավորապես կամ մի քիչ ավել, բայց ամեն դեպքում փորձում ենք առավոտ արևային տրամադրությամբ դիմավորել, դրսում արևը կա, դեռ այնպիսի արև չէ, որ ուղղակի առանց բաճկոն դուրս գալ փողոց, բայց կամաց գնում ենք հենց դրան։ Այնպես որ փորձեք ոչ միայն արևոտ դիմավորել օրերը, նաև արևոտ ու լավ տրամադրությամբ ավարտել հենց օրը։ Երեկոյան ընկերների շրջապատում ձեզ օգնության կգա Իջևանի գինու գործարան առաջարկելով գինիների լայն հրաշալի տեսականին, որոնք հաստատ բարձր կպայեն ձեր տրամադրությունը եւ իհարկե գեղեցիկ հավաքույթը կդարձնեն ել ավելի հետաքրքիր։ Դե իսկ գինու հետ մի մոռացեք պանիրների մասին եւ առավոտը շատ օգտակար է կատնամթերք օգտագործելով սկսել։ Իսկ պանիրների մեծ տեսականի, ինչպես նաեւ անրատկաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Elola ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Elola-ի հետ միասին։ Իսկ եթե խոհանոցում դուք էլ գուրու եք, ինչպես մեր Ադրինեն եւ պատրաստում եք օրը 24 ժամ եւ սիրում եք հենց այդ աշխատանքը, ապա ասեմ, որ ձեզ օգնության կհասնի Tramontina բրազիլական բրենդը, որն այսուհետ ներկայանում է Հայաստանում։ Ներկայացնելով խոհանոցային պարագաների լայն տեսականի, իդեպ շատ կարեւոր յուրահատկություն, որ բոլոր պարագաները այնպիսի ծածկույթ ունեն, որոնց վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաները, հատկապես երբ ճաշիկներ եք պատրաստում փոքրիկ հրաշքների համար։ Այնպես որ Tramontina-ն հասանելի է ոչ միայն սիրողական խոհանոցում, նաեւ ռեստորանային ոլորտի համար։ Դե ինչ կարծես թե մի փոքր մոռացել ենք, որ մի ամսյակը շարունակվում է, այսօր դեռ մարտի 24-ն է, ինչը նշանակում է մեր ծաղկաշատ ամիսը դեռ շարունակվում է, եւ այս առիթով առաջարկում եմ եւ բարձրացնենք մեր տրամադրությունը եւ կրկին վայելենք Թաթա Սիմոնյանի մարտի 8 երգը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ հրաշալի նախաձեռնության մասին ենք հիմա խոսելու։ Երևանում մարտի 27-ին տեղի կունենա նոր սերնդի համահայկական թվային հարթակի Միասինի պաշտոնական թողարկումը։ Միասինը նորարարական սոցիալական հարթակ է, որի նպատակն է միավորել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին, հետաքրքրությունների, գաղափարների եւ նախաձեռնությունների շուրջ։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում է Ֆրանսիահայ գործարար, հասարակական գործիչ Միասինի հիմնադիր Վարդան Գաբրելյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Երբ որ առաջին անգամ ես հիշում եմ դուրս եկավ Adnaklassnik, հետո Facebook, ես այսպես թերահավատորեն գրանցում եմ, դե մտածելով որ մենակ գրանցում գտնեմ դպրոցական ընկերներից, հետո արդեն Facebook-ը ավելի լայն հարթակ մի խոսքով գնալով եւ նմանատիպ բաներին սկզբում շատ թերահավատորեն ես վերաբերում, մտածելով դե սա ուղղակի պարզապես համացանցային ինչ որ հետարքիր վիճակ է, բայց գնալով այս ամենը դառնում է մեր կյանքի մի մասը։ Այսօր արդեն ձեր շնորհիվ կա Միասինը, որտեղ հայերի արկայությունն է շեշտվում, գտնելու միմյանց։ Դուք պատկերացրեք, որ թերահավատորեն նույնիսկ մոտիկ մարտիկ ընկերներ մոտեցա մեր ծրագրին մի քանի տարի առաջ, որտեղ 4 տարի աշխատում ենք, եւ այսօր արդեն լույս է տեսել Միասինը, եւ արդեն սկսել են այլ ցևով նայել, որ ծեր նման թերահավատությունից անցնել ենք իսկական հավատք եւ փաստացի կորտիկա, որը արդեն iOS-ի վրա, այսինքն App Store-ի վրա եւ Google Play-ի վրա գտնվում են։ Այո, ես հիմա փորձեմ նաև ներբեռնել մեր Այո, միաժամանակ լսողներն էլ կարող են միաժամանակ թե լսել, թե ներբեռնել եւ ինքը տալիս է լայն հնարավորություններ, այսինքն ես ուզում եմ միանգամից ասել, որ մենք չենք ստեղծել այսպես անկյունը մի հատ նստած 4 երեխա, որ մի հատ gadget են ստեղծել, չէ, ստեղծել ենք իսկական հաղորդակցության զենք, որը ունի բոլոր մեծերի հնարավորությունները թե Facebook-ի, թե LinkedIn-ի եւ դեր ունենալու ենք, որովհետեւ դա ընդամենը սկիզբն է մեր ճամփորդության, բայց ունենք նաեւ գործառույթներ, որոնք մեծերի մոտ չկան։ Ու դա մեր առավելությունն է լինելու, որովհետեւ մենք հայերին, բայց նաեւ ասեմ, որ սա միայն հայերի համար չի։ Միասինը նվիրված է հայերին, բայց մենք ունենք օդարների համար, դրա համար էլ մեր ծրագիրը բիզնես ծրագիր, որ մենք հասնելու ենք միջազգային շուկաներ, այսինքն երկիր առ երկիր բացվելու ենք ու վաճառելու ենք մեր դարբերակը օդարներին, բայց մենք տալիս ենք ավելի լայն հնարավորություններ, օրինակի համար, եթե դուք գտնվում եք Աթենքի օդանավակայանում եւ ուզում եք տեսնել ով գա հայ, միացնում եք Միասինի notification system-ը, միանգամից եւ geolocalization-ի հիման վրա ինքը տալիս է ով գա, բայց կարող եք նաեւ նստել Սարյան փողոցում եւ տեսնել ով է տենիս խաղում կին 20-ից 40 տարեկան, ում հետ դուք կուզենաք խաղալ տենիս, բայց նաև որ խոսում է օրինակի համար հունարեն։ Եվ եթե այդ անձը գտնվեց այդ վայրում, դուք կունենաք notification 2 տեք։ Դա բարդատիր չէ, դա ձեր կամքով բացում եք։ Այսպես շարունակ մենք ունենք հաղորդակցությունների messaging-ի
թարգմանչական հատված, որը Հենց դա էր ինձ շատ հետաքրքիր։ Այո։ Ու միանգամից սինխրոն պայտակ արագ թարգման։ Այսինքն եթե դուք ինձ գրում եք արաբերեն, պատկերացնենք, կամ չինարեն, ու ես իմ հեռախոսս ֆրանսերեն է ու չեմ հասկանում չինարենը, միանգամից ստանում եմ թարգմանությունը, որովհետեւ 6 բիզնեսմեն կարող են իրար հետ հաղորդակցվել վարքյանական փոխանակ copy paste անելու, գնալու Google Translate, տեսնենք ինչ ասել, եւ նույնը եղբայրների միջեւ, որտեղ այսօր կազններ ունենք Ամերիկայում, կազններ ունենք Ռուսաստանում, բոլորը խոսում են հայերեն, բայց չեն կրում հայերեն կամ կեսկադար են կրում հայերեն, իրանք կրում են իրանց լեզվով ու մենք ստանում ենք մեր լեզվով, այսինքն մեր երկրի լեզվով։ Անունը շատ լավն է, միասին ինքը ասես համախմբման իմաստ ունի իր մեջ, բայց ինձ հետաքրքիր է գաղափարը ինչպես ծնվեց, որովհետև սովորաբար նման հարթակները ստեղծվում են ինչ-որ բաց լրացնելու համար։ Դուք արդեն մի քանի բացեր նշեցիք, որոնք էլ ավելի մեծ հնարավորություններ են մեզ տալու, քան մինչև հիմա եղած սոցիալական հարթակները, որից մենք օգտվում ենք։ Իսկ սկզբանե գաղափարը ինչպես առաջացավ։ Սկզբանե գաղափարը ստեղծվեց, եւ որ մենք ուզում էինք համալսարան ստեղծել, on-line ալտերնատիվ համալսարան եւ ոչ թե սոցցանց, բայց եւ որ տեսանք բազմաթիվ պրոֆեսորների հետ եւ այլն պատրաստեցին կոնցեպտ եւ սկսանք մի քիչ աշխատել ծրագրի վրա, կանգ առանք, ասեցինք, որ ինչի համար ենք աշխատում, եթե լսարան չունենք կամ եթե լսարանը փոքր է։ Ուրեմն գնանք լսարանի ուղղությամբ։ Ու տենց ծյունակնդակի նման փոքր գաղափարը ուրջացավ, մեծացավ ու դարձավ հսկայական ծրագիր։ Սա էր ի սկզբանե գաղափարը, բայց այդ բացերը, որի մասին դուք խոսում եք, ոչ թե միայն առաջարկի ձևով են գալիս, այլ նաև գաղափարական։ Այսինքն այսօր մենք ունենք 9 միլիոն ժողովուրդ աշխարհով մեկ սփռված եւ ունենք հսկայական տաղանդներ, հսկայական պոտենցիալ, բայց մեր անգազմագերբության պատճառով մենք չենք կարողանում այդ մարդկանց համախմբել կամ թեմ հանդիման բերել երկու ակադեմիկոս։ Հիմա շատերը համագործակցում են, այդպես չէ որ մենք ենք այդ դա ստեղծում, ոչ, բայց այն բացը որ կա, եթե 9 միլիոնի մեջ պայմանականորեն ասեմ, այսինքն 10%-ը շփվում է իրար հետ, այդ չեմ ասում 90%-ը մենք բացը փակելու ենք, բայց 90%-ի 10%-ն էլ մենք կարողանանք փակել, գտնապատկում ենք մեր պոտենցիալը։ Այսինքն այսօր Բոստոնում, Մարսելում, Բեյրութում, Թեհրանում կան այնպիսի ուժեր եւ նոր սերունդի մեջ հատկապես, որոնց մասին չենք հետաքրքրվում, ամեն մարդ իր կյանքով է ապրում, ու մենք մարդկանց ասում ենք ինչպես կարող եմ ցեզ օգնել։ Դա ամենակարևոր հարցն է, որ տալիս ենք։ Ու բերում ենք երկու լրագրող, երկու տենիսմեն, երկու ակադեմիկոս, երկու բիզնեսմեն, երկու հոբի սիրող, լեռնակնացություն սիրող մարդիկ թեմ հանդիման, որոնք իրար կարող է չճանաչեին ամբողջ կյանքում, նույն երկրում, նույն քաղաքում, բայց նաև ինչու՞ չէ տարբեր աշխարհագրություններով։ Դա լինի քրագանություն, դա լինի թատրոն։ Մեր համագարկը ստեղծված է հոբիների վրա։ Ինչ հոբի որ ուզենաք, 1060 հոբի ունենք առայժմ, լրացնելու ենք իհարկե։ Եթե ձեր հոբիի համապատասխան դուք կարող եք ստեղծել ակումբ եւ նաև փող աշխատել, եթե քոչ եք օրինակ համար, բայց կարող եք, եթե նախաձեռնող չեք, եթե ժամանակ չունեք, միանալ ակումբների։ Եվ տենց ու այդ ակումբներում կան մենեջմենթի համագարկեր, կա սրվեյների հարցախույզների համագարկ, որը հասանելի է թե քաղաքական ուժերին, թե բիզնեսներին, թե ակադեմիական, թե բարձ մարդկանց, որովհետեւ իրանց հարցախույզները անեն, կա քվեարկության համագարկ, փակ կամ բաց, այսինքն լայն, որովհետեւ հասարակական գազམ་ագերբությունները կամ կամպանիները կարողանան օգտագործել իրանց համար, այսպես շարունակ ունենք բավական առաջարկներ, լուծումներ, որոնք տարբերվող են մյուս հարթակներից։ Հարթակը այսօր արդեն application-ով կա եւ հասանելի է բոլոր iOS եւ Android համակարգերում։ Ինձ հետաքրքիր է, մինչեւ այսօր քանի օգտակատեր ունենք եւ ինչպես եք պատկերացնում ավելացումը։ Այո, նուրբ հարց է, որովհետեւ եթե թիվը դամ, պիտի ասեք շատ քիչ է, բայց եթե ավելացնեմ, որ մենք դեռ չենք պաշտոնապես թողարկվել, ուրեմն 4200 կամ 4300 այսօր թիվը ինքը շատ լուրջ թիվ է նախաթողարկման փուլի համար, որտեղ մենք անցնող ամիսներին զննումներ էինք անում, ուղումներ էինք անում եւ դեռ անելու ենք, այսինքն եթե հանկարծ հանդիպեք ինչ-որ բագի կամ թերության չզարմանաք, որովհետեւ դա process-ա զարգացման, այսօր մեծակույնները գայացած ընկերությունները ունեն բագեր, այնպես որ այդտեղ պիտի որ ներողամիտ գտնվեք, որ ինչ-որ բան դեռ չի ստացվել կամ թարգմանություն, որովհետեւ մենք 16 լեզուներով ենք։ Այսինքն այնպես ենք արել, որ
ոչ մեկ հայ աշխարհում դուրս չմնա։ Չեմ խոսում հաղորդակցության լեզուների մասին, որ 100-ից ավել են ու ինչ լեզվով ուզեք չինարենով, արաբերենով, պարսկերենով կարող եք գրել, բայց գործածական լեզուն, structure-ի, գառույցի լեզուները 16 են, որովհետեւ բուլղարահայը, ով հայերեն չի իմանում կամ անգլերենի չի տիրապետում, ինքը կարողանա բուլղարերեն կամ վրացերեն կամ լեհերեն հայը օգտագործել։ Միայն ռումաներենն է, որ առայժմ չկա ու տա լինելու է 16 լեզվով արևելահայերեն, արևմտահայերեն, սովետական ուղղագրությամբ, մեսրոպյան ուղղագրությամբ, որովհետեւ ոչ մի հայ չասի, որ իմը չկա այստեղ։ Սուր, գրանցվեցիր։ Այո, ես այստեղ մի բանի հանդիպեցի, որ գրանցումը շատ հաջող է անցնում, ինչ որ սպոնսորский կոդ, սա պետք է լրացնել ես դաշտը, թե բաց թողնել։ Այո, ես ես կդամ կոդը, որովհետեւ դուք 20 եվրո շահի կրեդիտով, իսկ ես շնորհիվ ցես կշահեմ ամեն մեկ իմ կոդը օգտագործողի բարակայում 5 եվրո։ Ես արդեն հարուստ եմ, մի քանի 100 եվրո գուտակել եմ, եւ այս գումարները մոնետայզ են արվելու, ամեն մենք յուզերներին, օգտատերերին տալիս ենք հնարավորություն նաեւ գումար աշխատելու։ Իվենտներ կազմակերպելու։ Միակ հարթակն ենք, որ ունի վճարովի իվենտ։ Այսօր Facebook-ի վրա չեք կարող վճարովի իվենտ կազմակերպել, կարող եք հայտարարել, այդ վճարովի իվենտը պետք է հղում անի դեպի երրորդ կայք։ Իսկ մեր մոտ կարող եք դուք անձնապես, եթե տենիս եք սիրում կամ նարդի եք սիրում, նարդի մրցաշարք կազմակերպել, $10 անցկլուղ եւ 100 հոգու հավաքեք, շնորհիվ մեզ, այսինքն նույնիսկ այն մարդկանց, որոնց դուք հասանելի չեք կյանքում, մենք ցեզ հասանելի կդարձնենք, մանավանդ նրանք, ովքեր նշել են ֆիլտրների մեջ, որտեղ ֆիլտրների համագարկ ունենք, որ նարդի են սիրում, դուք հավաքում եք $1000, մեզ տալիս եք $50 ընդամենը 5% եւ շահում եք գումար մեզ հետ։ Այսինքն հետո կրառումների հետ էլ կապված։ Սա cash գումարի մասին է խոսքը։ Իսկ կրեդիտ գումարներ կարող եք շահել, եթե լավ կրառումներ անեք, եթե որակյալ կրառումներ անեք, կրեդիտներ եք շահում, բայց նաեւ սա էլ է նորություն մեր մոտ, եթե որակյալ կրառումներ եք անում, որտեղ մենք ուզում ենք այս անորակ մթնոլորտից դուրս գալ, հայյանքներից որակյալ գրառումներ ասելով ինչ է նկատի ունեք, դեպի ճյուղը որ ուղղված։ Բոլոր ճյուղերով, տա լինի մարզական, վերլուծական, տա լինի տնտեսական, տա լինի հոգևոր, տա լինի քաղաքական, տա լինի մշակութային, ինչ որ որակ է բերում։ Իսկ ով է ստուգում դրա որակը։ Թե ծեր հետևորդները, թե մենք։ Այսինքն Եվրադեսիլի նման երկու քվեարկություն կա, թե հանրությունը, թե ժյուրին։ Եվ դրանով դուք 2-3 անգամ տեսանելիություն եք ստանում նույն օրվա մեջ ծեր բադի վրա, որովհետեւ այդ որակը քերագշիր դառնա մեր հանրության մեջ, որտեղ մենք հստակ բայկար ենք մղում ֆեյքերի դեմ, հայոյանքի դեմ, ու այդ հայոյանքի դեմ բայկարը գնում է ոչ թե մարդկանց տաս տալով, որտեղ դա լուծում չի, այլ լավը որակավորելով, բարձրացնելով, տեսանելի դարձնելով եւ ոչ միայն տեսանելի ծեր ընկերների շրջապատում, եթե որակ եք ապահովում, դուք դառնում եք տեսանելի նաեւ ոչ ընկերների շրջապատում շնորհիվ մեր ալգորիթմներին։ Այսինքն այնպիսի լուծումներ են գտել, ինչպես դուք քիչ առաջ ասում եք, բացեր ենք փակում, ոչ թե միայն տեխնիկական բացեր ենք փակում, այլ հասարակական ազգային մեր կյանքի խնդիրների հետ կապված տեխնիկական լուծումներ ենք բերում ազգային հարցեր լուծելու։ Շատ լավ։ Նմանատիպ բոլոր իհարկե, երբ որ կար համացանցային տարբերակներ, միշտ ինչը մեզ առաջին է հետաքրքրում, մանավանդ մեր ժամանակներում, ինչքանով են ապահովում մեր տվյալները, որոնք մենք այդտեղ ներկայացնում ենք։ Սա շատ կարևոր է, վերջին շրջանում շատ է ստացվում այնպես, որ տվյալները կարող են հակերների կողմից իհարկե գողանալ եւ օգտագործվել։ Ինչքանով է միասինում ապահով յուրաքանչյուր օգտատերի անձնական տվյալները։ Տեսեք, Պենտագոնը գիտեք ինչ է։ Այո։ Պենտագոնը ապահովված չէ այսօր։ Այսինքն խոսել զերո ռիսկի մասին սուտ է։ Այսօր չկա զերո ռիսկ, բայց կա ջանք, որովհետեւ հարավելակույն անվտանգություն ապահովենք թե սերվերների, թե ընդհանրապես տվյալների։ Դրա համար մենք ֆրանսիական ընկերություն ենք եւ հետևում ենք GDPR համագարկին, այսինքն ոչ Պակիստանում ենք կայացած, ոչ էլ Միացյալ Նահանգներում, որտեղ ռիսկերը ավելի շատ են, կան ամենաուժեղ օրենսդրությունը մեզ բարդավորեցնող, նույնիսկ քրեական հանցանք որպես նկատվող, եթե մենք անենք այնպիսի տվյալների փախուստ, այսինքն ամենախիստ ռեժիմը այսօր եվրոպական ռեժիմն է, ու մենք ֆրանսիական ընկերություն ենք, հայամետ, պետականամետ, համահայկական,
բայց Ֆրանսիայում գտնվող։ Դա առաջի պատնեշն է։ Երկրորդ պատնեշը մենք ունենք զանգերի, դեսազանգերի եւ հեռախոսազանգերի համագարկ WhatsApp-ի նման, հենց ինտեգրացված միասինի մեջ։ Եվ մեր զանգերը երեքս միասին եթե դեսազանգ անենք չի մտնում սերվերի մեջ, այսինքն ծեր նշած հեքերը եթե մտավ մեր սերվերների մեջ, պատկերացնենք որ դա հնարավոր է, այսինքն մենք ամեն ինչ անում ենք որ դա հնարավոր չլինի, բայց ինչպես ասեցի, զերո ռիսկ չկա։ Մեր զրույցը չի գտնելու հեքերը, որտեղ գոյություն չունի սերվերների վրա։ Դրանից ավելի անկոմ անվտանգություն չկա։ Այսինքն մարդիկ որ խոսանան մենք կապահովենք ցեզ եւ այլն, մենք չենք մտցնում conversation-ները սերվերներում։ Եվ տվյալների, այսինքն բանը անվտանգությունը մենք երաշխավորում ենք մեր կողմից, չի լինի արդահոս, չի լինի թուլություն, չի լինի անպատասխանատվություն, բայց ելի եմ ասում, որովհետեւ հստակ լինի, մի բան էլ ավելացնեմ, այսօր իմ ներկայությունը այստեղ բացի եթերից, արդեն նրանք ովքեր պետք է որ իմանան, իրենք իմացել են։ Ես վերցրել եմ տաքսի, GG տաքսի, ես վերցրել եմ գեսորին ինչ եմ ուտում, պատվիրում եմ ճաշը, իրենք տեսնում են նաև ինչ եմ ուտում, որտեղ եմ ուտում, այսինքն անվտանգության խնդիրով շատ պետք չէ բոլորս զբաղվենք, պետք է զբաղվենք դմրանյութով զբաղվողները, քրեական հանցանքի մեջ գտնվողները եւ դերես մեծ բիզնեսմենները եւ քաղաքական գործիչները։ Ժողովուրդը թող շատ չմտահոգվի, ինչ են տվյալները, ինչ գաղտնիք բան ունենք, եթե մենք վտանգավոր գործերի մեջ չենք։ Իսկ վտանգավոր մարդիկ թող բագաս լինեն միասինում։ Թող չլինեն միասին։ Թող չլինեն։ Իդեպ ինձ համար վերջերս նախ սկսենք նրանից, որ Facebook-ը եւ Instagram-ը մի ինչ-որ ժամանակահատված առաջ, երևի 1-2 տարի առաջ շատ լուրջ էրորի առաջ կանգնեց եւ բոլորի մտահոգությունները հենց նամակագրություններն էին, որ հենց նամակագրությունները կարող են տարածվել։ WhatsApp-ը հրաշալի տարբերակ ունի, եթե դու ուզում ես ինչ-որ մեկի նկարը screen անել էկրանից, իրենց profile pic-ը, ինքը չի թողնում, բլոկում է։ Յուրաքանչյուր ընկերոջ, ոչ ընկերոջ, եթե ինչ-որ մեկի WhatsApp-ի նկարը փորձեք նկարել հեռախոսով, ինքը չի թողնելու։ Ես ուզում եմ իմանամ, այս ֆունկցիաները կան միասինում եւ հատկապես նամակագրության առումով որքանով է պաշտպանված, այսինքն երկու մարդու միջև եղած նամակագրությունը կարող է ինչ-որ ձևով հակերների կամ չգիտեմ, էջը կոտրելու ձևով տարածվել, թե ոչ։ Դեսեք, այս առումով էլ Telegram-ն է մի փոքր ավելի անվտանգ, քան մյուս եղած սոցիալական հարթակները։ Ես այս գործի մեջ եմ տարիներ ի վեր եւ նրանք ովքեր ցեզ ասում են, որ անվտանգ է իրանց մոտ, ես ինքս գիտեմ ինչի եմ դա ասում, դերահավատությամբ պետք է մոտենալ, որտեղ զերո վտանգ չկա։ Հեքերներին դուք պագում եք այսօր, հեքերները նոր մեթոդ են ստեղծում չարթելու ձեր պագած ճանապարհը։ Այսինքն ես ուզում եմ ասել, ես հակառակը պետք է ասեմ, ինչ եք մտածում, դա անվտանգ է, ոչ, անվտանգ բան չկա։ Դրա համար քիչ առաջ ասեցի, որ սովորական մարդիկ, ովքեր խոսում են այսօր ինչ են ճաշ շեպելու կամ իրենց բիզնեսը ինչ են անելու եւ այլն, իրանցմով եթե կարծում եք թե ցեզմով հետաքրքրվող մարդ կա անվտանգային ծառայություններից եւ այլն, դուք մի գրեք միասինում, մի գրեք այլ դեղ եւս, անվտանգ տեղ չկա։ Այսինքն դա ես ասում եմ որպես խորհուրդ մարդկանց, այնինչ որ բերի որ ես չասեմ, բայց իմ նպատակը այսօր ապրանք վաճառել չէ, իմ նպատակը ճիշտ տեղեկություն փոխանցելն է նաև մեր մասին։ Այսինքն չկա զերո անվտանգություն։ Այդպեսի բան գոյություն չունի։ Դուք պիտի կառավարեք, դուք պիտի սովորեք, դրա համար մեդիա գրագիտություն կա։ Մենք դա անելու ենք, որպեսզի բացատրենք մարդկանց ինչն է անվտանգավոր։ Տեսեք, այնքան կարճ է ժամանակը մեր 4 տարվա պատմությունը պատմելու եւ անելիքները պատմելու համար, որ հույսով եմ, որ ժամանակի ընթացքում մենք կարողանանք թելադրել կամ բացատրել մեր օգտատերերին, որ ինչն է լավը, ինչն է վատը, ու մենք ամենակարևորը լինելու ենք անկեղծ մեր հայրենագիտների հետ։ Մեզ ինչով են ավելի շատ նաև հետաքրքրում համացանցի այդ դիրույթները, որովհետև մենք կարողանում ենք ամենասկզբում, հա, ինչ-որ հետաքրքիր վիդեոներ, նկարներ սարքել, մոնտաժել, ֆիլտրներով, փակել, ինչ-որ հետաքրքիր ձևով։ Առաջին Instagram-ը հենց դրանով դարձավ ավելի պոպուլյար, հետո արդեն դարձավ ընդհանուր ցանց։ Ինչքանով են միասինը տալիս նմանատիպ հնարավորություններ, վիդեո էդիտորներ եւ այլն, որոնք կարող են նաև օգտատերերին ժամանցն ապահովել։ Մենք հասկանում ենք, որ ժամանցը կարևոր ազդակ է, որպեսզի մարդիկ հաճելիորեն
նույնիսկ հիվանդակին գերբով միանան ցանցին։ Դա դժբախտաբար տեսեք WeChat-ը չինական տարբերակը կամ TikTok-ը օրինակ համար, որ չինական է, ինքը նույն քաղաքականությունը ունի Չինաստանում, ինքը թույլ չի տալիս երեխաներին 2 ժամից ավել օգտագործել, բայց բոլոր աշխարհին տալիս է հնարավորություն փտացնելու մտքերը մեր երեխաներին։ Մենք նույն քաղաքականությունն ենք որդեգրելու, մենք պաշտպանողական քաղաքական պիտի որ հաջելին չհիվանդացնենք երեխան տալով ամենաաբսուրդ կոնտենտը, դրա համար մենք որակի վրա քիչ առաջ որ նշեցի, տարբեր լուծումներ ունենք, բայց միաժամանակ պետք է հաջելի դարձնենք, պետք է ալտերնատիվ դարձնենք։ Ուզենք թե չուզենք, պիտի որ այդ ծեր նշած վիդեոները, գadgetները, այդ ֆիչերները ունենանք, մենք ամեն ֆիչերները այսօր չունենք, որտեղ այսօր առաջի փուլն ենք ավարտել, բայց մենք ամիս առ ամիս, շաբաթ առ շաբաթ նորություններ ենք բերելու, հայտարարելու ենք դրա մասին, որովհետև դե մարքեթինգային առումով դա հետաքրքիր է, որ միշտ նորություններ բերենք, դե այդ բարձ առումով, որ մենք հասցրել ենք առաջի փուլը, հիմա անցնում ենք երկրորդ փուլին, շատ հետաքրքիր լուծումներ ունենք, ես կուզեմ ասել, որ կարող ենք նույնիսկ զարմացնել մեր լուծումներով, նույնիսկ այնպիսի բաներ, մենք երբեմն մտածում ենք, թե այդ մեծերը, խոշորները ինչպես է պատահել, որ այդ մեր մտածածը չեն արել, այսինքն իրանք հսկաներ են, բայց արի ուտես, որ փոքրերը երբեմն ավելի կրեատիվ են լինում, ավելի փորձում են իրանց մկանները ավելի բրկել, որպեսզի ավելի ուժեղ առաջ գնան կան ուժեղները եւ մենք լուրջ մրցակցության մեջ ենք ոչ թե մասշտաբների առումով 3 միլիարդ օգտատեր ունենալու առումով ինչպես Facebook-ը, այլ մեր նպատակն է 3 տարվա մեջ 120 միլիոն օգտատեր ունենալ աշխարհով մեկ, իսկ հայերի մոտ 1 միլիոնը կերազանցել այդ 3 տարիների ընթացքում։ Իսկ թիմը, որ աշխատում է միասինի վրա, Հայաստանից են, Ֆրանսիայից են, մեծ թիմ է, չէ՞ աշխատում, հավանաբար։ 22 հոգի է առայժմ, այսինքն ընդհանրապես այդպես է եղել անցնող 4 տարիների ընթացքին։ Ներսի եւ դրսի թիմեր են, IT թիմը դրսից է, ներսի թիմը մարքեթինգ եւ user relationship, բայց ներսի թիմը, այսինքն Հայաստանի թիմը, որ մի քանի հոգի են առայժմ, դառնալու է 28-ը մեկնարկից անցնող շաբաթների ամիսների ընթացքին։ Նոր սկսվում է ամեն ինչ եւ ինձ հետաքրքիր է, երբ որ Ցուկերբերգն էլ նոր սկսում էր Facebook-ը, չէր պատկերացնում, թե մոտավորապես մի 10 տարի հետո ինչ է լինելու։ Դուք հիմա պատկերացնում եք մի 10 տարի հետո միասին ինչ է լինելու։ Ես համեստ պահելու համար ես ինձ ասեմ, որ թե պատկերացնում եմ, թե շատ բան չենք պատկերացնում 2 տարի առաջ, ահավասիկ այսօր խոսում ենք կրիպտոկարենսիի մուտքի մասին միասին ցանց, որը 2 տարի առաջ մեր մտքում չկար, բայց մասնակիցները իրանք են ասում, դուք խելքներդ լավ աշխատացրեք, կրիպտոկարենսին լավ լուծում է ձեզ համար, քանի որ այդ 120 միլիոն յուզերների ցանցը դուք ստեղծում եք կամ գնում եք դեպի ստեղծման։ Այսինքն շատ մեծ աշխարհ է, ոչ թե շնորհիվ մեր նորարարությունների, մեր ստեղծագործ մտքի, չէ, այլ այն զարգացումներին, որ աշխարհով կատարվում են ամեն ժամ, մենք միայն եթե հետևենք այդ զարգացումներին, արդեն ծեր ասացի պատասխանը կգտնենք, այսինքն չենք պատկերացնում ուր է գնում աշխարհը։ Եվ մի քիչ էլի սոցիալական հարթակի առանձնահատկությունից խոսելով, օրինակ TikTok-ը վիդեո տարբերակով սոցիալական հարթակ է, այսինքն այնտեղ հենց վիդեոյի բոլոր հնարավորությունները, հա, կարճ մոնտաժ եւ այլն սա գրավեց մարդկանց, որ TikTok-ում փորձեցին գրանցվել։ Instagram-ը ավելի վիզուալ է, ֆոտոների համար է, Facebook-ը նաեւ գրառումների համար է։ Միասինում առանձնահատկությունը ո՞րն է լինելու։ Առանձնահատկությունը տեսեք ալգորիթմների մեջ է, այսինքն դուք այսօր ունեք ծեր նման մտածող կամ նույն հոբին օգտագործող մարդ, ժամանակ չունեք գտնելու այդ 60 հոգին, ովքեր ծեր հոբին ունեն, ալգորիթմները բերում են ձեզ թեմ հանդիման այդ մարդկանց հետ, այսինքն եւ դուք եք ընտրում ում հետ եք ուզում շփվել։ Ուզում եմ ասել, ժամանակի խնդիրը մենք լուծում ենք ոչ մի հարթակ այսպիսի ալգորիթմ չունի։ Հիմա մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչի մասին եմ խոսում, բայց գործածելիս մարդիկ զարմանալու են, որ բոլորը ինձ նման
Վահանդերյան սիրող մարդիկ են, բոլորը ինձ նման նկարչություն սիրող մարդիկ են, բոլորը ինձ նման Նույն մտածողության մարդկանց հավաքում են։ Ես հասկացա գտնել շատ արագ, ժամանակը խնայելով գտնել շատ արագ քո նախասիրությունների, քո հետաքրքրությունների տեր մարդկանց, այո։ Բայց ծեր նշած վիդեոները, այնինչ որ այսօր չունենք, մենք պատրաստ տեսեք մեր ատելյեի մեջ, այդպես ասած, աշխատանոցի մեջ մենք ունենք լիքը լուծումներ, որոնք արդեն չեն ավարտված, ընթացքի մեջ են։ Այսինքն TikTok-ային դարբերակը պիտի լինի, որովհետև դա իմ ցանկությամբ չէ, դա բարդատրանք է, պահանջ է, որ user-ներին ես կոհացուցիչ պատասխաններ բերեմ, այնինչին իրանք սովոր են այսօր, մենք պետք է այդ բոլոր լուծումները բերենք ու բերում ենք։ Ես արդեն հեսա կգրանցվեմ, մի քանի երկու դետալային բաներ կա լրացնեմ։ Եվ ես կդամ իմ referral կոդը, քիչ արագ հարցրեցիք referral կոդը, արիտ է տալիս, որ ես ձեզ դամ իմ կոդը, դուք իմ կոդով գրանցվեք, դուք շահում եք 20 եվրո որպես կրեդիտ, ես էլ ամեն մի մարդ, որ օգտվում է իմ կոդից, շահում եմ 5 եվրո։ Այդ 5 եվրո մենք դարձնում ենք գումարի ու վերադարձնում ենք ձեզ ավելի ուշ։ Շատ լավ, դուք էլ փորձեք գրանցել միասինում, որտեղ միասին բոլոր հայերը կհավաքվեն ու արդեն կունենան ընդհանուր քննարկման թեմաներ եւ ասեն, որ այնպես որ այսուհետ նաեւ ես ինձ կարող է գտնել միասինում, ես էլ կփորձեմ պարբերաբար լուսաբանել ու ներկայացնել, որտեղ շատ հայանվեր գործ եք անում եւ կարծում եմ, որ սրա մասին պիտի ավելի շատ խոսել եւ աշխարհի բոլոր հայերը հավաքվեն միտեղ եւ իհարկե կարողանան շատ բաց ու հետաքրքիր ձևով շփումներ կազմակերպել, ինչը կբերի շատ ու շատ հետաքրքիր գործերի։ Ուզում եմ ձեզ նվիրել Ջովանի Սափոր Ռոզեգինին, որպեսզի ձեր հաջողությունները նշեք հենց այս գինով եւ տրամադրությունը թիմի բարձր պահեք։ Շնորհակալ եմ։ Եվ իհարկե Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը ներկայանում է խոհանոցային պարագաներով, ասեմ, որ այս խոհանոցային պարագաները հատուկ ծածկույթ ունեն, որոնց վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաները։ Չգիտեմ, խոհանոցում ինչպես եք։ Շատ տույն է։ Դե կարծում եմ այս խոհանոցային պարագաները որոշ չափով կարող են թեթևացնել ձեր հոգսը եւ ուզում եմ ձեզ նվիրել մի փոքրիկ քարտ, որը կոչվում է Արև բացիկներ։ Սրանք բոլոր են հավաքված են այստեղ բոլոր շատ կարևոր ու գեղեցիկ խոսքերը երգերից եւ բանաստեղծություններից եւ նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, ծաղիկների եւ նվերների։ Այստեղ իհարկե Սահակյանի խոսքերն են՝ հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ, որպես կյանքից չքնախ երաս, արեգակին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս։ Քիչ մնաց սկսեի երգել։ Նվիրեք ձեզ համար շատ սիրելի ու հարազատ մարդու եւ կարծում եմ ամեն ինչ կլինի հրաշալի։ Շնորհակալ եմ շատ։ Միասին մեծ հաջողություններ եք։ Շատ շնորհակալ։ Միասին գնանք առաջ եւ այս պահին կարճատև դադար մեր եթերում, որից հետո վերադառնանք ու շարունակենք։ Դե ինչ եւս մեկ անգամ շատ բարի լույսի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մեր թիմը շատ ակտիվ միանում է միասին եւ փորձենք այո համալրել եւ ինչն է հրաշալի սիրելի Սուրեն, որ ես այս ամբողջ ընթացքում մտածում եմ, որ արդեն կարող ենք ամբողջ աշխարհին ներկայացնել նաեւ հայկական տարբերակ, այսինքն կա չինականը, կա ամերիկյանը, կա եվրոպականը եւ այս ամենին միանում է նաեւ հայկական տարբերակը, ինչը հրաշալի է։ Ես հենց նոր ինգլիսական փնտրտուքների մեջ էի, հա, այդ միասինում եւ բավականին հեշտ, բավականին հետաքրքիր է եւ արդեն նույնիսկ արեցի առաջին պոստը միասինի հիմնադրի հետ, այնպես որ սա շատ հետաքրքիր է լինել առաջինը ու հետո արդեն տեսնել զարգացումը առավել եւս, երբ որ այս ամենը արվում է հայկական տրամադրության մեջ ու ունի մի միտում հավաքելու աշխարհի բոլոր հայերին մի տեղ, որպեսզի լինեն զրույցներ, հետաքրքիր իհարկե հնարավոր են շատ համագործակցություններ, մի խոսքով ինչքան մեծ է շփման ոլորտը, այնքան կարծում եմ ամեն ինչ լինում է ել ավելի հետաքրքիր։ Միայն թե հուսանք, որ այստեղ չեն հայտնվի Facebook-յան այն նյարդայնացնող գրառումները, որոնք խաթարում են ամբողջ օրվա ընթացքը եւ ջղայնացնում առավոտները, երբ որ վերցնում ես եւ բացում ես Facebook ու տեսնում ես ինչեր են գրված, արդեն ուզում ես փակես եւ ընդհանրապես փակես։ Ես եւս app-ը ներբեռնեցի եւ երկու պատճառ, որ հիմա կառանձնացնեմ ինչու դա արեցի։ Առաջինը արդեն նշեցի, քանի որ հայկականը եւ հայը ստեղծողը սոցիալական հարթակի պետք է ինձ թվում է բոլորս օգնենք եւ միանանք, որպեսզի միասին կայանը, եւ երկրորդը ինչը ինձ շատ դուր եկավ, դա գաղափարն էր։ Ի տարբերություն մյուս սոցիալական հարթակների, այստեղ արդեն հնարավոր է որակով գրառումներ անել, որը ալգորիթմի ընթացքում կտարածվի։ Այս ամենի մասին դեռ կանդրադառնանք եւ կխոսենք, հիմա կարճատև դադար կլինի մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու անպայման կշարունակենք առաջին ծրագիրը։
Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է որպեսզի անդրադառնանք Hill սպորտային համալիրին, իսկ այնտեղ բացի մարզվելուց, բացի Hills Travel-ից կան նաեւ շատ մի հրաշալի անկյուն, որի մասին հիմա Սուրենը մի քիչ կպատմի, որովհետեւ երեք ինքը եղել է արդեն այնտեղ։ Այո, Hills Hotels Resort-ը, որը կարծում եմ շատ հիանալի վայր է, որ եթե դուք որոշում եք ձեր հանգիստը անցկացնել Երևանում, ընտրեք ապա այդ վայրը, որովհետև հենց այդ հոթելը տալիս է բոլոր հնարավորությունները, ոչ միայն շատ բարձրակարգ սենյակներ, որոնք ունեն բոլոր իհարկե հնարավորությունները, նաև հենց ձեր կողքին գտնվում են այն բոլոր ժամանցային իհարկե դետալները, որոնք շատ կարևոր են օրը հիանալի անցկացնելու համար։ Բաց լողավազանը, մարզումների տեսակները եւ մի խոսքով նաև հիանալի գեղեցիկ տեսարանը հենց ամբողջ քաղաքի իհարկե այդ հրաշափայլ տեսքով, այնպես որ վայելեք այս ամենը Hills Hotel Resort-ում, իսկ ավելի մանրամասն հիմա ներկայացնում ենք ձեզ։ Ողջույն, առավոտը Hills-ի շրջանակներում ես Hills համալիրում եմ, այսինքն ավելի Hills Hotel համալիրում, որտեղ իհարկե Երևանը ամբողջությամբ վայելելու համար ստեղծված են բոլոր պայմանները, գիշերակաց, բնականաբար հետաքրքիր ժամանցային տարբերակներ եւ այս ամենը տեղակայված է մեկ տեղում։ Hills Hotel-ում։ Դե եթե որոշել եք գաք Երևան եւ այստեղ իհարկե անցկացնել որոշ ժամանակ, ասեմ, որ բոլոր հարմարությունները ստեղծված են Hills Hotel-ում, առավել եւս երբ ժամանցի տարբերակները շատ են հենց Hills Hotel-ի շրջակայքում, այնպես որ լողավազան, բաց լողավազան, մարզումների հիանալի տեսականի ու այս ամենի հետ մեկտեղ երևանյան ջերմ արևը, ժպիտը եւ իհարկե այն սպասարկող անձնակազմը, որը 24 ժամ պատրաստ է ժպտալ եւ սպասարկումը բարձրակարգ ներկայացնել։ Այ հիմա կհամոզվենք ինքներս։ Բարև ձեզ։ Կողեկցեք ինձ սենյակ։ Գնացինք։ Hills Resort Hotel-ը գործում է 2022 թվականից, բայց արդեն դարձել է շատերի սիրելի հանգստի վայրը։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները կատարյալ հանգստի համար, եւ ամեն ինչ մանրակրկիտ մտածված է ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Շնորհակալություն։ Deluxe Double սենյակն է։ Ինչպես տեսնում եք, ընդարձակ մեծ մահճակալով եւ բոլոր հարմարություններով։ Եվ իհարկե քաղաքի հրաշալի տեսարանով։ Deluxe համարը ավելի ընդարձակ է, մեծ մահճակալով, հիանալի տեսարանով, ինչպես նաեւ հանգստի գոտի, կահավորված ձեր հարմարավետության համար։ Իդեպ, միշտ երազել եմ անել հենց սա։ Հարմարավետության հանգույց, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ պարագաները։ Շատ արագ եւ ինտենսիվ Wi-Fi կապ եւ իհարկե շքեղ հեռուստացույց։ Deluxe Double բաց պատշգամբով։ Սա նույնպես շատ հարմարավետ սենյակ է, որն առաջարկվում է, երբ որ արդեն որոշեք, որ հանգիստը պիտի լինի ոչ միայն լավ տրամադրությամբ, նաև իհարկե բաց հոթե առկայությամբ եւ քաղաքային հիանալի տեսարանով։ Deluxe պատշգամբով համար, եթե սիրում եք վայելել Երևանի գեղեցիկ տեսարանը, ապա այս տարբերակը հենց ձեզ համար է։ Պատշգամբից բացվող տեսարանը անփոխարինելի է, հատկապես հենց առավոտյան ժամերին։ Հաջորդիվ երկու առանձին մահճակալներով ընդարձակ սենյակն է, որովհետև եթե դուք որոշել եք ճամփորդել Երևանում, Հայաստանում, իհարկե ընկերների հետ միասին, ապա ասեմ, որ այս սենյակը ճիշտ իր հարմարավետություններով հաստատ կլրացնի ձեր հաճելի հանգիստը։ Իդեպ, էլի պատուհանից անմիջապես երևում է բաց լողավազանը եւ շքեղ մայրաքաղաքի տեսարանը։ Մինիմալիստական դիզայն, հարմարավետ մահճակալներ, օթորակիչ, Wi-Fi, հեռուստացույց եւ որակյալ հիգիենայի պարագաներ։
Hills Hotel Resort-ը գտնվում է Մոլդովական 27/1։ Հենց այստեղից այս հրաշալի վայրից կարող եք վայելել ամբողջ քաղաքի գեղեցկությունը, շքեղությունը եւ բնականաբար այն ամենը, ինչ շրջապատում է հենց Hills համալիրին։ Քանի որ ոչ միայն շքեղ ու հարմարավետ են սենյակները, նաեւ հարմարավետությունն ապահովված է հենց ողջ տարածքում, որպեսզի հանգիստ վայելեք եւ իհարկե հետաքրքիր ժամանցը։ Լողավազանը բացօթյա, փակ լողավազանը, բոլոր սպորտային մարզաձևերը եւ այս ամենը ընդամենը մեկ տեղում՝ Hills համալիրում։ Իսկ ավելի կոնկրետ Hills Hotel Resort-ում։ Դե կարծում եմ սա նաև հիանալի տարբերակ է, եթե օրինակ շատ ժամանակ չունեք որևէ տեղ հեռու տեղ, նույնիսկ քաղաքից հեռու գնալու համար, կարող եք մի 2-3 օր անցկացնել եւ հանգստանալ Hills սպորտային համալիրի արդեն հյուրանոցային հատվածում։ Եվ մեր Սփյուռքում ապրող հայրենակիցները ես գիտեմ, որ շատ ինտենսիվ կերպով պլանավորում են հանգիստը, ամառային հանգիստը հենց այստեղ Հայաստանում, Երևանում, ասեմ, որ շատ հարմար է եւ տեղակայված աշխարհագրական դիրքը եւ բնականաբար բոլոր այդ համարները եւ հարմարավետությունները, որոնք ներկայացում են Hills Hotel Resort-ում։ Մենք փորձենք անցնել առաջ եւ եւս մեկ անգամ բարի լույս ասելով բոլորին, գնանք համաշխարհային շոու բիզնես ֆիլմ արտադրություն եւ տեսնենք թե ինչ է կատարում։ Իդեպ վերջերս ինձ համար բացահայտեցի մի հեռուստասերիալ, որի մասին խոսել ենք բազմիցս, բայց երբ դիտեցի, հասկացա, որ արժի դիտել, խոսքը Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենություն գործի մասին է, որը իսպանացիներն են նկարել Netflix-ի հարթակում, շատ լավ են նկարել, շատ հետաքրքիր ձևով ամոթեցումը եւ դերասանական խաղը եւ գույները։ Մի խոսքով խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կարդացել են կամ նույնիսկ չեն էլ կարդացել գիրքը, անպայման դիտեք սերիալը Netflix-ի հարթակում 100 տարվա մենությունը, շատ հիանալի ձևով է նկարահանված։ Շատ սյուր կլինի, որ գիրքը կարդալով եւ չհավանալով դիտեմ սերիալը եւ հավանես։ Հաստատ կհավանես, որովհետեւ շատ հետաքրքիր ռեստորական լուծումներ է արված։ Դե ինչ անպայման կփորձեմ, հետո կարծիքը կասեմ իհարկե, բայց հիմա շարժվելով առաջ Ջորջ Քլունիի մասին մի փոքրիկ տեղեկություն, նա հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու ռոմանտիկ կատակերգություններում։ Ափսոս, նա խոստովանել է, որ չի ցանկանում մրցել երիտասարդ դերասանների հետ։ Ես 63 տարեկան եմ, ես չեմ փորձում մրցել 25 տարեկան դերասանների հետ։ Դա իմ գործը չէ, ես այլևս ռոմանտիկ ֆիլմերում չեմ նկարահանվում, ասել է Քլունին։ Քլունիի վերջին ռոմանտիկ դերը եղել է 1996 թվականին։ Դերասանը նաև պատմել է, որ իր համար օրինակ է Փոլ Նյումանը, ով տարիքի հետ հասկացել եւ ընդունել է, որ կերպարային դերասան է։ Եվ նա չի փորձել ավելի երիտասարդ երևալ կամ ռոմանտիկ դերեր խաղալ։ Բայց ասեմ, որ կատակերգական եւ այդքան էլ կատակերգական չի, բայց որոշակի հումորային էլեմենտներով շատ վերջին ֆիլմներ, որը իրենք երկուսով, հա ինքը եւ Բրեդ Պիթը նկարահանվեցին եւ ռոպագանդեցին բոլորին։ Շատ լավ ֆիլմ է, Գայլը, եւ այնտեղ իհարկե բավականին հումորային տեսարանները շատ են դիալոգները։ Եվ ես չեմ հասկանում ինչու 63 տարեկանում չի կարելի լինել ռոմանտիկ սուրեն, ինչ կոմպլեքսներ են դերասանի մոտ։ Հարցնենք իրեն, երբ որ հյուր կանչենք, անցնենք առաջ, խոսքը Էլթոն Ջոնի մասին է։ Էլթոն Ջոնը պատմել է, որ լացել է իր նոր ալբոմի համար երգ ձայնագրելիս, իր մահկանացու կյանքի մասին մտածելիս։ Լեգենդար երաժիշտը 3 մարտի 25-ին նշել է ծննդյան 78-ամյակը։ Նա պատմել է, որ երգի վրա աշխատելիս մի պահ գիտակցել է սեփական մահկանացու լինելը եւ սկսել է վախենալ, որ իրեն շատ ժամանակ չի մնացել։ Ելույթ ունենալով Smart Lace podcast-ում Էլթոնը բացահայտել է, որ սկսել է լաց լինել իր նոր When this old world is done with me track-ը կատարելիս։ Երբ հասնում եք իմ տարիքին, դուք մտածում եք, ինձ ինչքան ժամանակ է մնացել, եւ դու երեխաներ ունես, հիանալի ամուսին ունես, պարզապես մտածում ես մահկանացու կյանքի մասին։ Եվ հետո երբ հասակ կրկներքին, ես պարզապես կոտրվեցի 45 րոպեով։ Էլթոնն ասել է, որ ինքը շատ լաց է եղել երաժիշտ Բրենդի Կարլայի հետ ալբոմի վրա աշխատելիս, եւ նրա արձագանքը գրանցվել է իր վավերագրական Elton John Never Too Late ֆիլմում։ Այո, տարիքային էր այսօր արտիստը եւ երևի մի քիչ հուզմունքը այո տարիքային է գալիս։ Այսօրվա ինֆորմացիաները տարիքային էին։ Դե ինչ Քլունիի համեմատ եթե 63-ում Քլունին նման որոշումներ է կայացնում, 78-ում ինչ որոշումներ է կայացնելու, այո չգիտեմ։ Մի բան է ինչի աշխարհում։ Ամեն դեպքում վերադառնանք Հայաստան եւ անդրադառնանք մեր ամենահետաքրքիր էջերից մեկին, ես հայկական եմ, որպեսզի խթանենք հայկական արտադրանքին եւ հիմա էլ եթերից հորդորենք սիրելի հեռուստադիտողներ, որ նախապատվությունը, նախընտրությունը տակ հենց հայկականին։ Եթե կա հայկական տարբերակը, փորձեք գնել հայկականը, որպեսզի օգնենք մեր հայրենակիցներին։
14 թվականից տորթեր եմ թխում։ Հետո անցավ ժամանակ, հանդիպեցի ավելի սիրուն գեղեցիկ բաներ, ես շատ եմ սիրում նկարել եւ թխել։ Այդ երկուսի համադրությունը դարձավ բլիթ, նկարազարդված բլիթ։ Այս աշխատանքով զբաղվում եմ 7 տարի։ Առաջի անգամ երբ պատվեր ունեցա, շատ ուրախացա, հասկացա, որ կարելի է այս գործը շարունակել, որ իմ աշխատանքը գնահատվի, բոլորին կուրախացնի։ Դե հիմնականում նկարելու խնդիրներ, փորձը շատ քիչ էր, բայց պատվերը շուտ ստացա։ Ու ուղղեցի ընթացքում։ Եթե չի ստացվում, ասում են, եթե վարպետը կարողանում է իր սխալը ուղղել, ուրեմն նա վարպետ է։ Իմ կողքին այս ընթացքում միշտ եղել են աղջիկս, ամուսինս, մյուս աղջիկներն էլ են օգնել, բայց հիմնականում իրանք։ Պատրաստում եմ հիմնականում տարոսիկների տեսքով, ամանորյա, զատիկի, ատամհատիկի, պլիտների կերպարները հիմնականում համացանցից են արվում։ Բոլոր նուրբ երանգները ես մեծ սիրով եմ անում։ Մարշմելլոյի, ես էլ համացանցում պատահաբար տեսա, ոգևորվեցի իրանց փափկությամբ, մանավանդ որ ասում են երեխաները շատ են սիրում, դե իմ թխվածքաբլիթներն են շատ սիրում, բայց սա մի ուրիշ հետաքրքրություն է իրանց մռութիկներով։ Իմ փոքրիկ բիզնեսը մի փոքր մեծանա շատ չէ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ առավոտ, բայց խոսելու ենք ամփորձանք գիշերի մասին, ըստ Գուրգեն Խանջյանի Պատահարը պիեսին նոր ներկայացում է բեմադրվել, գյուղացի ամուսինները պատրաստվում են քնելու, սակայն լսվում է ավտովթարի ձայն։ Ներս են մտնում մի հարուստ տղամարդ եւ մի կին, որը վարքից այնքան էլ լավ չէ։ Գյուղացի տղամարդը միանգամից հրապուրվում է նրանով, պարզվում է, որ նրանք մեքենայով հարվածել են այս գյուղացի մարդկանց տան պատին։ Ներկայացման ընթացքում հանդիսատեսին սպասվում են սյուժետային անակնկալներ։ Ովքեր են նրանք, հենց գյուղացի մարդը եւ անծանոթ հյուրը, կիմանանք հենց դերասանները զրուցելուց, մեր հյուրերն են Անդրանիկ Հարությունյանը, ներկայացման դերասան եւ պրոդյուսեր, Լեռնո Հարությունյանը, դերասան, Սաթենիկ Հազարյանն էլ ընթացքում կմիանամ ես, որովհետեւ այս պահին ճաշիկ է պատրաստում։ Ներքերում ճաշիկ է պատրաստում։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Շնորհակալություն ենք ալելու համար, շատ հաճելի է եւս մեկ անգամ, եւս 15-րդ անգամ հայտնվել այս տաղավարում, իրականում շատ հաճելի է։ Եվ շատ հաճելի է, որ նմանատիպ հետաքրքիր եւ գեղեցիկ պրոյեկտների համար եք հրավիրում հյուր, այսինքն ներկայացումներ, լուսաբանում եք եւ նմանատիպ բաներ, շատ հետաքրքիր է այդ առումով, այս արվեստին կողմնակից եք, այսպես ասած։ Դե հիմա ասեք ինչով է հետաքրքիր ձեր պրոյեկտը։ Հետաքրքիր է այնքանով, որ Լեռնոն է խաղում։ Ընդամենը այդքան է, չէ, բայց ես համապրոդյուսերն եմ, ես եւ համ ռեժիսոր եւ ոչ թե ես ռեժիսոր, ես պրոդյուսեր եւ ռեժիսոր եւ պրոդյուսեր Գարիկը Միրզոյան, Բոհեմ թատրոնի դերասաններից եւ ռեժիսորն ինչու՞ չէ նաեւ ինքն է բեմադրել, իսկ ընդհանուր գաղափարը եւ միտքը եղել է Լեռնոյին Հարությունյան, որտեղ առաջի անգամ մենք բեմադրեցինք ներկայացումը եւ խաղացինք առաջի անգամ Եղվարդի թատրոն մշակույթի տանը, որից հետո չգիտես ինչու այդ ներկայացումը ոնց որ ստոպ եղավ, չխաղացինք էլ, ու մտածեցինք ինչու՞ չէ կարելի է բերել իրան քաղաք, Երևան քաղաք եւ ապրեցնել այդ ներկայացումը եւ ապրեցրեցինք եւ փառք Աստծո նորմալ է ու մոտավորապես մի տարի եւ ավել չէ, եթե չեմ սխալվում։ Մի տարի եւ ավել խաղում ենք Լեբլեցուն դալիչներով, կստացի հաջորդը ամսի 39-ն է, 2 օր, մի 4 օրից երևի, հա։ Մարտի 30-ին։ Մարտի 30-ին եւ Լեռնոն ի սկզբանե ինձ առաջարկվել էր խաղալու Լեռնոյի կերպարը, որ այդ Խուժանն է, այդ մեծահարուստն է, բան, ես հասկացա, որ չեմ ուզում այդ կերպարը, ինչու, որովհետև բոլոր այդ կարծրատիպ կա, չէ, որ կամ քյարթու ես խաղում, կամ չգիտեմ ինչ, այդ կերպարն էլ է մի քիչ այդ տեսակ, մտածեցի, քանի որ շատ եմ այդ տեսակ կերպարներ կերտել, մտածեցի ավելի լավ կլինի գյուղացու կերպարը խաղամ ու փառք Աստծո, այդպես հետաքրքիր ստացվեց առաջի անգամ այդ կերպարում։
Իսկ Լեռնում կարծում եմ առաջի անգամ այդ կերպարում հենց ավելի էլի հետաքրքիր էր որպես այդ լկտի հարուստ մի փոքր պատմիդանիկ ջան։ Ճիշտ է, սա Անդրանիկը պատմեց, բայց ձեր Վերջում Ինչից սկսենք։ Ինչից սկսեց։ կերպարից։ Ծնվեցի Առավոտ էր, այցան դաշտիլոսով պայծառ առավոտներից մեկը։ Ճիշտ է, նախաձեռնությունը իմն էր, բեմադրություն պիտի արվեր Եղվարդի մշակույթի տանը։ Իդեպ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Սաթենիկ Հակոբյանից, տնօրեն, մշակույթի տան տնօրեն, ով շատ իր մեծ աջակցությունը ցուցաբերեց բեմի կահավորանքից սկսած մինչև տուղ տալը։ Ու երբ որ առաջարկ արեցի Անդրանիկին, Անդրանիկը ամենաառաջի բանը, որ գրավական է եղավ են, որ իր համար Բարձր աշխատավարձ։ Չէ, ասեց, որ իմ մոտ երազանքի նման մի բան ա եղել քո հետ բեմում լինել։ Բացում եմ բոլոր գաղտնիքները հետ, ու համաձայնությունը տվեց։ Չէ, Լեռնի անկեղծությունն ով սիրում, որ ինքը բացահայտում ամենտեղ իմ եղելությունը իր կյանքում, որպես պետք է լինել։ Ու համաձայնությունը տալուց հետո ճիշտ ասած ես էի ու փորձում բեմադրեմ իսկական պիեսը։ Մենք հետո փոխեցինք պիեսը։ Եվ վերնագիրը փոխվեց, եւ պիեսի մի քիչ կառուցվածքը փոխվեց։ Ընթացքում կարծիքներն էին, որ կոմերցիա չի, հետո դժվար է ալնելու մատուցել, մի անգամ չենք ուզում խաղանքման։ Հրավիրեցինք Գարիկին, այդ փոխեց ինքը, այդ ամեն ինչը։ Այն ժամանակ տրագեդիա է, իրականում եթե մեր հեռուստադիտողներից մարդիկ կան, ովքեր կարդացել են Գուրգեն Խանջյանի պատահար պիեսը, սիրելի հեռուստադիտողներ ձեր մասին է խոսքը, եթե կարդացել եք, համոզված եմ կարդալուց հետո կմտածեք, որ չեմ ուզում նայեմ այս ներկայացումը։ Եթե որպես այդպեսին, որ հենց նույն ձև բեմադրվեր, անկեղծ ես չէի գնա նայելու։ Բայց լիովին փոխվեց, ամբողջությամբ համարյա փոխվեց, մնաց միտքը միայն, միտքը այնքանով, որ գյուղացի ընտանիք մեծահարուստ բախվում է տանը ու տեղից սկսում է ներկայացումը։ Պիեսում շատ վատ ասելով, հիմա կարող է ինչ-որ մեկը սիրել է, չգիտեմ, բայց ինքը լրիվ դարձավ հումորային, լրիվ հետաքրքիր, սյուժեն փոխվեց, ամեն ինչը փոխվեց, դերակատարները փոխվեցին։ Իրականում դերակատարները, երբ որ մշակույթի տանը Եղվարդի խաղում էինք, 4 անձ էինք, ես Լեռնոն Հարությունյան, Սաթենիկ Ղազարյան եւ Լենա Կասիմյան։ Հետո ավելացավ մեր Արենը Սաֆարյան, այնտեղ խանութ բանի մի հատ կերպար կա, ավելացավ շատ հետաքրքիր կերպար է։ 5 հոգի ենք բեմարտակում, մեկը մեկից հետաքրքիր, գեղեցիկ, ես գյուղացու ինքը։ Ահա, այդտեղ գիտեք ինչն է ավելի շատ արտացոլված հակասությունները, կերպարների հակասությունները։ Ու հանդիսատեսի են վերջի մտորումը այն է, որ հիմնականում ես ինչ կանեի։ Հա, որ ես լինեի ինչ կանեի։ Ինչ կանեի։ Սա է։ Որտեղ այնտեղ գումարի եւ չբացահայտեմ գաղտնի։ Վաճառվելու խնդիր։ Հա, վաճառվելու խնդիր կա ու հանդիսատեսը համոզված եմ ավելի քան, որ բեմահարթակի գտնվող դերասանների հետ միասին մտածում է ես ինչ կանեի։ Ու այնտեղ մենք դրա պատասխանը իրականում մենք էլ դրա պատասխանը չունենք, բայց ներկայացումը ավարտվում է նրանով, որ ամեն դեպքում ամբողջ աշխարհում ոնց որ ընդունված է կինը միշտ հաղթող է դուրս գալիս ու իրան ոնց ասեմ ձիգ պահելով ինքը իր ընտանիքը պահում է միջև վերջ։ Հա, բայց ինչի հաշվին։ Լավ։ Կրվում ենք։ Հարցականի տակ արդեն, հա։ Մեր եթերից հետո։ Վերցեն այստեղ գրել էր, որ ներկայացման ընթացքում հանդիսատեսին սպասվում են սյուժետային անակնկալներ, ինձ հետաքրքիր է նաև ռեժիսորական ինչ հետաքրքիր լուծումներ կան, որովհետև սցենարը բավականին հետաքրքիր է, այդ վթարը, չգիտեմ, երկու մարդու ներխուժումը եւ այլն։ Սյուժետային փոփոխությունը հենց նրա մասին է, որ հիմա որ բարձրապես գաղտնիքները բացենք շատ հետաքրքիր չի լինի հանդիսատեսի համար, ես կուզեի որ ձեզ իմիջիալոց հրավիրում ենք ամսի 30-ին, սիրով անպայման կգաք, ցավոք սրտի տոմսերը մոտից չի, բայց արդեն պատկերացրեք ունեք տոմսեր, կգաք կնայեք ու կհասկանաք, որ կարծում եմ չարժե շատ բաներ բացահայտել, որովհետև հենց հանդիսատեսը այդ նայելուց հետո անմիջապես կհասկանաք, որ մենք ոնց կանեինք
Դրա համար մի փոքր ասենք այդ պատահար պիեսը կարդալուց հետո ինքը հասկանում ես ինչա կատարվում, ինքը իրականում լրիվ հական է, իրականությունն է, որը որ կա, որը որ վատն է, ասենց մի հատ տեքստ կա, մեկ էլ հոп, այդ մեկ էլ հոփերը շատ են ներկայացման մեջ, մեկ էլ հոփ ասենց կարծում եմ իմաստ չկա բացելու փակագծերը, այո, ավելի լավ է տեսնել ներկայացումը եւ հենց անակնկալ է այդ ու անընդհատ սպասում են մեկ էլի էլ ինչ հոփ։ Հետո դերասանական խաղն էլ է տանում նրան, որ մեկ էլ հոպից անմիջապես հետո դու հասկանում ես, ինչ կատարվեց։ Նայում ես, մեկը չես հասկանում, որ այս մեկի հետ աղբերեր, քուրեր, ընկերեր, բան։ Այսպես մի հատ սյուժետային փոփոխություն է լինում, որ հանդիսատեսը նույնպես է։ Բայց այդ ամեն ինչը, այդ Լեռնոյի ասած մեկ էլ հոպ վիճակը շատ է, բայց շատ անգամներ նաև հումորին տված հոպեր է, որ մեկ էլ հոպ զարխնդում ես, մեկ էլ հոպ իսկական պիեսը իրոք ահավոր էր, շատ վտանգավոր էր հանդիսատեսին մատուցելու համար էր վտանգավոր հայ հանդիսատեսին։ Դրա համար տենց ֆունդամենտալ մի հատ իրան ես կադրում բարևում եմ մարդկանց բարևներ, շատ լավ։ Ես եթե սկսելուց առաջ Զորոն ասեց Լեռնիկ անպայման իմ մասին խոսաս։ Ինչ պետք է խոսաս Զորոն։ Մի հիանալի անձնավորություն, իմ որ Զորոն։ Արենի պրոդյուսերը։ Ինձ համար վերջերս բացահայտված անձնավորություն, պրոդյուսինգով կապ ունի ներկայացման հետ։ Չէ։ Ֆինանսական պրոդյուսերնով է ներկայացման։ Կարելի ասել, ես եւ Գարիկին։ Կարելի ասել ավակ խորհրդատու Զորոին, որովհետեւ էլի եմ ասում, չգիտեմ իր մեջ այդ ինչ մի համեստություն էր նստած, որ առաջի տպավորությունը հետո կամած բացահայտեց։ Չէ, լուրջ ինքը իմ համար բացառություն կոչվող մարդկանցից մեկն է։ Շատ քիչերը գիտեն իրականում այդ մասին, բայց ճիշտ է ասում։ Առաջի հայացքից անգամ չես մեկ Զորոին ամուսնացնել։ Չէ, Զորոին ամուսնացնել խինոր եք ուզում։ Մնացել մեր ջանը դե հերիքը։ Հերիքեղան բոլեղավ էլ չի կա։ Հա, բայց ճիշտ է, թող ապրի նորմալ։ Որ մենք ամուսնացել ենք ինչ։ Այդ աղջիկում էլ որ պիտի ամուսնանա, թող ապրի նորմալ։ Ինքը ջան դառնա։ Շատ լավ, ով համաձայնվեց ներկայացման մեջ խաղալ, դու Լեռնիկ, թե դու։ Չէ, ամենաառաջ ես եմ առաջարկողն եղել բոլորին, Սաթենիկից սկսած Անդրանիկ, ես եմ սկսել փորձերը ամեն օր գնում էինք Եղվարդ, փորձեր էինք անում Միջազգային Եղվարդի մշակույթի տանը արդեն հոգի հարազատ դարձած այդ միջավայրում շատ հետաքրքիր փորձեր, բաներ, ներկայացումը առաջի անգամ հանձնեցինք այնտեղ, իմ երկու անգամ խաղացինք մշակույթի տանը Եղվարդի եւ հետո այտենց իրան շատ չէինք էլ փոխել ներկայացումը այտենց հետո որ Գարիկին առաջարկեցինք որ համ պիեսի վրա աշխատի փոփոխություն անի եւ համ որպես բեմադրող բերի հենց Երևանում արդեն բեմադրենք շատ փոփոխություն եղավ եւ ավելացավ նաեւ Արենը ու ինքը արդեն սկսեց այնտեղ էլ էր աշխատում այնպես չի որ չէր աշխատում բայց քիչ կենթանացրին հա ավելի գնալով իրան ավելի պատճառը որ Արենը Եղվարդում չեկավ Չէ, որովհետև չկար նման կերպար, չէ, ոչ թե չուզես չկար նման կերպար։ Նման կերպար կար, հետո այդ կերպարին շունչ տվեցինք։ Այսինքն որպես խանութ բան, այսպես ասեմ, գալիս էր ճիշտ ասած դրանտակից։ Նայում էր փորձերին բան, ասիկ դե տղա, գալիս է բերեք բարձրանավեմ խաղալ, կասում եմ։ Սաթը Ազարյան շատ հեշտ էլի Լեռնոյի ասացի պես, հա, շատ հեշտ համաձայնվեց եւ Լենան Կասիմյան, որը Ստանիսլավսկիում այ մոտ չեմ սխալվում, եւ նաեւ Բոհեմ թատրոնում այնպես որ դերասանական անձնակազմը շատ մեկը մեկից տաղանդավոր բացի ինձնից մնացածը դե Լեռնո որ կա արդեն փայլ է բեմում մեր վրա Լեռ այո Սաթենիկը կերպարվում կինն է իմ կինն է գյուղացու կինն է իմ զոհը Այո, եւ Լեռնոյի զոհը։ Նու իտոգում զոհը չի լինում, բայց լավ, քանի որ sense շատ խորանանք բաց են գաղտնիքները, բայց չի լինում։ Չէ, լավ, արի չասենք, հա։ Դե չէ, չեմ լավ, որտեղ է ներկայացնում, Բոհեմ թատրոնը հետ ասեք, որտեղ ներկայացնում։ Ըստ պարծունը գալու են Եղվարդ նորից ներկայացում։ Չէ, ներկայացումը Բոհեմ թատրոնում է, Բաղրամյան 3 հասցեմ, գրողների մյուսեն շենքում։
մարտի 30-ին ունենք հաջորդը ժամը երեկոյան 19:30-ին։ 19:30-ին մեր ներկայացումները հիմնականում իմ Արենի իմ անդորագիրը եւ այդ ներկայացումը որպես պրոդյուսեր ենք որոշել ենք որ 7:30 լինի։ Այն վատ խցանումների ժամը հա, այն որ մի փոքր անցնում է, որ գոնե, չէ, հետո գիտեք ինչ, ենթադրենք դնենք 7-ին մեկը 7:30 են գալու։ Ամեն դեպքում 7:30 դնում են 7:00-ին են գալի, 7:40 են գալիս։ Բայց ամեն դեպքում ինքը շնչեց ներկայացումը Երևանում եւ ես համոզված եմ որ երկար էլի կխաղանք որովհետեւ թե դերասանական կազմը մեկը մեկից հետաքրքիր եւ թե պիեսը արդեն շունչ տված ու հանդիսատեսին էլ ավելի գրավող ներկայացում է հիմա ես համոզված եմ որ դուք եք նայեք սուր ենթադրենք հա դու որ գազ նայես հաստատ ասելուս ես ինչ էի անել տենց ինչ էի անել չէ ես ինչի չէի խաղում իրա մոտ ուրիշ հարցը ես ինչ կանես ես ինչի չեմ խաղում այս ներկայացում քո ես էլ ես փորձի ընթացքում գամ նստեմ դրան հետևից չէ կերպար ոնց որ չունենք չէ տենց դրսից եկող չէ հա մեկ էլ իրականում կա Արենի կինը Չէ, չեմ կարծում, որտեղ չեմ թրաշված, չեմ սապրել։ Իրականում Արենի կինը որպես այդպեսին միֆ կերպար ինքն է չթրաշված է։ Հա, ես լուրջ եմ ասում, որ ասում պաչմա ծաղկում, ասես բեղիկներ ունի փուչը։ Մի խոսքով հետաքրքիր է պիեսը ու ինձ շատ է դուր եկել ու առաջի անգամը որ նմանատիպ ներկայացման մեջ ես եմ հանդես գալի յուղացու կերպարում։ Ճիշտ է, էլի հումորային է, բայց այդ տեսակ կերպար դեռ չի խաղացել։ Ստացվել է։ Բայց դեռ կերպարի թեման կարծես թե շրջանցեցինք մի քիչ բնավորության մասին, ինչ եք դուք ձեզնից դրել կերպարում, կերպարից ինչն է ձեզ գալիս, եթե ինչ-որ բան վերցնում եք այս կերպարից, կամ գուցե չեք վերցնում։ Ինքը չի առհասարակ։ Չէ։ Լրիվ ուրիշ։ Հո, շատ վատ մարդ է։ Չէ, ես իմ կերպարներից ոչ մի բան չեմ վերցնում։ Իրոք։ Հա, իրոք, հա։ Հիմնականում փորձում եմ տամ։ Հնարավորինս։ Տավող տեսակ է, էլ։ Լերնում տավող տեսակ։ Կերպարը ինչի բնավորությունը։ Բնավորությունը։ Շատ վատ է։ Շատ վատ է։ Ես իմ հասկանում պրոդյուսերները ոնց են լեռնիկի հետ խոսում։ Ես կյանքը վայելող տղա է։ Հա, ուրիշի ավել պակաս մտածմունք չունենք, հետո լավ անցնի իրա ուտել խմելով, մի հատ էլ սիրուն գեղեցկուհի աղջիկ լինի կողքը։ Ու ամեն ինչ Դե կարծի։ հիմա ասեք դա վատա թե լավ։ Վատա թե լավ կիմանանք արդեն ամսի 30-ին, երբ որ գնանք Բոհեմ թատրոն 19:30-ին եւ կվայելենք ներկայացումը Անդրանիկ Լեռնիկ, ձեզ ուզում եմ իրերի ջվանի Սափոր Ռոզեգինի ներկայացումից հետո կբացեք։ Կշնորհավորեք միմյանց, իսկ այն ինչ որ հաջորդիվ նվիրել եմ, օգտագործեք միայն խոհանոցում կամ փոխանցեք Սաթենիկին, այո, որ չկարողացավ հասնել եթերին։ Տրամոնտինա բրազիլական բրենդ, որ ներկայացնում է խոհանոցային պարագաներ, թեթևացնելու խոհանոցում ձեր հոգսը։ Սա Սաթենիկին։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ։ Ասում եմ Եգիպտոսի տոմս։ Չէ, Եգիպտոսի տոմսը այդ արդեն ներկայացումից հետո դուք կնվիրեք։ Բացիկներ եմ ուզում նվիրել, արև բացիկներ են, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, տոներին, ծաղիկների եւ նվերների հետ Անվանական երևի, հա։ Այո, այստեղ Հայկոյի երգի խոսքերն են ամենառաջին ով ինձ զգում ես եւ վերև սիրո ճամփով դեպի վերև։ Սա ձեզ նվիրելու համար ձեր կանանց։ Առաջարկում եմ մեկնա Զորայի համար առանձնացնենք, որպեսզի գտնի իր սիրելի։ Լավ, Զոր ջան, Սերժ ջան, մենք իրար սիրում ենք եւս 1 տարի Սոֆի Մխեյանի խոսքերն են, երբ որ մի տարի հետո կանցնի արդեն ում կգտնես, սա Զոր ջան, սա քոնն է, անպայման կփոխանցենք։ Շնորհակալ ենք ձեզ ու մաղթում ենք հաջողություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, ցավոք սրտի Սաթենիկը չկարողացավ հասնել գա եթերին, բայց համոզված եմ, որ ինքը նույնպես ողջունում է բոլորին եւ ուզում որ մարտի 30-ին բոլորին հրավիրում ենք Բոհեմ թատրոն դիտելու անփորձան գիշեր ներկայացումը։ Սիրում եմ ձեզ, հաջողություն։ Հիանալի։ Դե այս պահին էլ կարճ դադար։ Հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։ Այսպիսին էր մեր այսօրվա առավոտը, իսկ մենք քայլ առ քայլ մոտեցանք արդեն ավարտին, հուսանք, որ այն ամենը, ինչ այսօր ներկայացվեց մեր ծրագրում, տվեց այդ հնարավորությունը օրը սկսելու հետաքրքիր ու լավ տրամադրությամբ։ Չմոռանանք, որ օրն ավարտել է պետք նաև հենց այս նույն տրամադրությամբ, ինչի հարցում մեզ օգնում է Ջվանի գինու գործարանը ներկայացնելով իր լայն տեսականին՝ գինիների, պահածոների եւ կոմպոտների։
Եվ գինու հետ իհարկե չենք մոռանում պանիրների մասին, իսկ առավոտը շատ օգտակար է կատնամթերք օգտագործել սկսելով անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Elola ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Elola-ի հետ միասին։ Եվ զգացեք այն կարևոր օգնությունը, որ ձեզ տալիս է Tramontina բրազիլական բրենդը խոհանոցում, բոլոր պարագաները, որոնք ներկայացված են բարձրակարգ են, բարձրորակ են եւ հատուկ ծածկույթով պատված, որ իրար չեն հավաքում թունավոր բակտերիաները։ Հատկապես այս փաստը կարևոր է, եթե տանը կան փոքրիկ հրաշքներ եւ որոնց համար պետք են ճաշիկներ պատրաստել։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Չմոռանանք արև բացիկների մասին, որտեղ կարևորվում է խոսքը եւ որը պետք է հասցվի հենց հասցեատիրոջը սեր ու շատ սեր բոլոր խոսքերի մեջ։ Արև բացիկները ներկայացված են քաղաքի ծաղկաշատ եւ քաղցր վայրերում եւ իհարկե Kaiser սուպերմարկետում։ Իսկ ոճային եւ տարբերվող կարող եք լինել Daphne խանութ-սրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութ-սրահն ունի երկու հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33, այնտեղ ամբողջ նոր գարնանային տեսականին արդեն ներկայացված է, այնպես որ ձեր թիթիզ գարնանային լուքերը կարող եք գտնել այնտեղ։ Այցելեք Daphne եւ ընդգծեք ձեր ոճը հենց Daphne-ի հետ միասին։ Իսկ ես ուզում եմ իմ արտաքին այս գեղեցիկ տեսքի համար շնորհակալություն հայտնել Master Right Barber Shop-ին, որտեղ կարող եք իհարկե բարձրորակ եւ պրոֆեսիոնալ բարբերների կողմից ձեզ կարգի բերել եւ օրը շարունակել լավ տրամադրությամբ։ Նշեմ, որ շատ հասանելի է հասցեն Ալբանդյան 37, այնպես որ հենց կենտրոնում մայրաքաղաքի ձեզ կտրվի այդ բոլոր հնարավորությունները։ Դե ինչ այսօրվա առավոտը այսպիսինն էր, վաղը արդեն մեր Շացիելի Ադրինեն կմիանա մեզ եւ մենք էլի վաղ առավոտյան ձեզ կմաղթենք բարի լույս եւ կառաջարկենք շատ հետաքրքիր եթեր եւ վերջում իհարկե չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։